կա իրավիճակ, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համախմբված, գիտակցաբար, այն 70%-ն էլ մեջը, որ հիմա բոլորից զզված է, գնում են ընտրության, ընտրում են ոչ Նիկոլ Փաշինյան, հա, ցանկացած այլ ընդդիմադիր, ռեալ ընդդիմադիր ուժ, ոչ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է նաև իր սատելիտ ընդդիմադիրների։ Ու արդյունքում Ամերիկայից զանգում են, ասում են, չէ, տղեկ, մեզ Նիկոլն ավելի է դուր գալիս, թող ինքը մնա, ձեր ընտրությունը ջրենք։ Դա կարա, դա հնարավոր ես համարում, դու անկեղծ մտածում ես, որ եթե մենք ազգովի ընտրեցինք այլ տեխնացու, այլ բան ուժ, մեզ վերևից ասել են, չէ, մենք որոշել էինք, որ պիտի Նիկոլը մնա, իր հետ պայմանավորվել ենք արդեն։ Ես ուրիշ ձև եմ այդ սցենարը ներկայացնում։ Հայ ժողովրդի 90%-ը, դու ասում ես 70, ես ասում եմ 90%-ը գնում է ընտրում է ոչ Նիկոլ Փաշինյան։ 10%-ը գնում է ընտրում է Նիկոլ Փաշինյան, բայց Նիկոլ Փաշինյանը կեղծում է ընտրությունները եւ հայտարարում է, որ 52% ես ձայն եմ ստացել։ 52%։ Հիմա հարցը առաջանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից զանգում են 3 հիմնական ընդդիմադիր, ասենք, ենթադրենք 3, էլի, ես չգիտեմ, կարող է 2-ը լինի, կարող է 4-ը լինի։ Ես ենթադրենք եմ ասում։ Ենթադրենք զանգում են 3 հիմնական ընդդիմադիր տեխնացուներին, եւ ասում են, բարև ձեզ, ուրեմն ընտրության արդյունքները կարան չզանգեն, ուրիշ բան լինի։ Ասենք Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն գիշերը հայտարարի, որ մենք տեղեկացանք, որ մեր բարեկամ եւ ռազմավարական դաշնակից Հայաստանում հաղթել են ժողովրդավարական ուժերը։ Մենք ողջունում ենք այդ հաղթանակը եւ շնորհավորում ենք հաղթած կուսակցությանը, հույս հայտնելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կունենան կայուն զարգացում։ Դա այդ տեխնացուները նայում են, չէ՞, նայում են։ Հիմա իրանք ինչ տարբերակ ունեն։ Հասարակությանը, այն 90% հասարակությանը ասեն, որ գիտեք ինչ կա, ընտրությունները կեղծվել են, Նիկոլ Փաշինյանը գողացել է մեր հասարակության քվեն եւ նրա իշխանությունը ապօրինի է։ Բոլորիդ կոչ են անում դուրս գալ փողոց, տեր կանգնել ձեր ձայներին։ Տեր կանգնել ձեր ձայներին, չէ, մեր պետությանը տեր կանգնենք, այս խայտարակությանը վերջ տանք։ Կամ ունեն մի տարբերակ, ասեն ախպեր, այս ամերիկացիները եթե ողջունել են, եվրոպացիներն էլ հենա այն Քայա Կալասն ու, չգիտեմ, Ուրսուլա ֆոն դեր Լայնն էլ էլի ողջունեցին, Ռուսաստանն էլ դե ողջունի, ռուսները երբեք ոչ մեկի չի եղել, տես դե ոչ ողջունեն, էլի, հետի դրանց բնավորության մեջ է, սաղին ողջունում են։ Դե հիմի, ասում ախպեր, հիմի լավ, որ մենք հելնենք, հայտարարենք, որ չենք ճանաչում ընտրության արդյունքները եւ հայտարարում ենք, որ կեղծվել են։ Հիմա մենք դրա տակից կարանք դուրս գանք։